Բարև իմ սիրելի հետևորդներ, սիրելի հայեր, այսօր մայիսի 1-ն է, իմ մոռացույցով Յուպիտերի օրը եւ Յուպիտերը իհարկե շատացնում է, ամեն ինչ հարստացնում է, այդպես ինքը լավ տրամադրություններ է ստեղծում եւ հետաքրքիր զուգադիպությամբ այսօր նախ մայիս ամսվա առաջին օրն է, մենք նորալուսնի փուլում ենք գտնվում եւ տոն օրեր նախկինում խորհրդային ժամանակաշրջանում դա տոն օրեր իհարկե ես լինելով այդ ժամանակաշրջանի ծնունդ շատ լավ հիշում եմ այդպես որ այսօր ինչ որ առումով տոն օր է եւ այսպես տոնական տրամադրությամբ կփորձենք ուրեմն ներկայացնել ձեզ մայիս ամսվա համար կանխատեսում եմ մի ամիս մենք գրեթե չենք հանդիպել եւ կարևորը որ ճիշտ ժամանակին ենք հանդիպում եւ ճիշտ ինֆորմացիա որը ձեզ համար օգտակար է լինում ես կարծում եմ կարևորը սա է ոչ թե օրը մեջ դուրս գալ կամ այդպես վազել էժանագին տաղավարներ ու չասել ոչինչ կամ այն ինչ գուշակություններ անել որ չի կատարվում ու տենց լիքը ծիծաղում ես չնայած այդ լավ անցնեմ առաջ միգուցե դրան անդրադառնամ որտեղ ինձ հարցեր են տվել բավականին ինչևէ ես հիմա ներկայացնեմ մայիս ամսվա համար կանխատեսումը բացի նրանից որ ես կենթանակերպի նշանների համար ներկայացրել եմ ես հիմա այդպես ընդհանուր կասեմ եւ այս կանխատեսումը կմիացնեք նաեւ ձեր նշանի համար ասված կանխատեսման այդպես ընդհանուր ձեզ համար պարզ կլինի բոլոր դեպքերում նրանք ովքեր ուզում են դիմել բժշկի ասենք վիրահատություն ունեն կամ ինչ որտեղ պետք է մեկնեն ինչ որ հարցեր ես կասեմ որ նշանների համար շատ ավելի լավ ժամանակահատված է որովհետեւ երբ դու դիեզերքի հետ համահունչ ես ինչ որ պահանջում է դու այդ ժամանակ դա ես անում եւ չնայած դրան հասունացնում է տրամադրությունները բերում են դրան հա եւ դու քայլերը անում ես ոչ թե ինչ որ որոշումներ ես կայացնում որ չգիտես ես այսպես չեմ ուզում անել այսպես եմ ուզում մեծ հաշվով բաներ կան որ քո ուզելով չի եւ դու պետք է անես այնպես ինչպես որ պահանջում է եւ դու քո ուզելով ես անում գնում ես փակուղի երբ հաշվի չես նստում շատ հարցերի հետ դա կարեւոր է միանշանակ եւ հիմա ես ուղղակի կթվարկեմ թե ինչ ունենք մայիս ամսին որպեսզի ձեզ համար ընդհանուր պարզ լինի տրամադրությունը էներգիաները եւ հետո ես արդեն շատ ավելի կմանրամասնեմ ուրեմն մենք ունենք լիալուսին նորալուսին բնականաբար դա միշտ լինում է արևն է փոխում իր նշանը ի վերջո դուրս կգա արդեն 20-ին մայիսի ինքը կլիքի ցուլերին իրենք կավարտեն իրենց ծննդյան օրերը կնշեն եւ արդեն կտեղավորվի երկօրյակի նշանում 20-ից արդեն երկօրյակները կսկսեն իրենց ծննդյան օրերը նշել ինչի կապակցությամբ սիրելի երկօրյակները ձեզ շնորհավորում եմ ամենալավն ու բարին ձեզ եւ մենք ունենք նաեւ հետեւյալ իրադարձությունը որ Պլուտոնը հեռավոր մոլորակ ինքը կդառնա հետընթաց որ գտնում է ջրհոսի նշանում սովորաբար հեռավոր մոլորակները ես միշտ եմ նշում մասնավորապես նրանց համար ովքեր նոր են միացել իմ ալիքին որ հեռավոր մոլորակները տարվա կեսը գրեթե լինում են հետընթաց այսինքն մայիսի 4-ից մինչև հոկտեմբերի 14-ը Պլուտոնը լինելու է հետընթաց Մերկուրին կփոխի իր նշանը ինքը կհասցնի քան որ արագ է շարժվում ինքը կլինի ցորի նշանում այնուհետև կտեղափոխվի երկօրյակի նշան այնտեղ կմնա մինչև հունիսի 9 այսպես եւ բնականաբար եթե ինչ որ կոնկրետ որոշումներ եք ուզում լուրջ որոշումներ եք ուզում կայացնել ուրեմն երբ դա իհարկե կլինի մայիսի 26-ին ես կմանրամասնեմ անշուշտ եւ հաջորդ կարեւոր իրադարձությունը դա այն է որ Սատուրնը կփոխի իր նշանը ինքը եւս համարվում է հեռավոր մոլորակ եւ ինքը եւս ինչ որ մի նշան երբ վերջնականապես պիտի հաստատվի մի քանի անգամ ելումուտ է անում ինչ որ ժամանակ այդտեղ հաստատվում է եւ հետո արդեն վերջնականապես ինքը կհաստատվի իհարկե դա այս պահին ասենք Սատուրնը մայիսի 25-ից մինչև սեպտեմբերի 1-ը ինքը դեռևս կմնա խոյի նշան հետո հետընթացնելով հետո ինքը մտնելու է ձկան նշան ահա եւ
այստեղ մենք տեսնենք, թե ինչ են սպասվում խոյերին եւ այլն եւ այլն։ Եվ հիմա իհարկե մենք ունենք, բայց ահա ուրեմն ես ինչ սկսելը ընդհանուր ես սա ձեզ ներկայացրեցի, իհարկե մենք ունենք նաեւ վատ միացություններ դժվար օրեր են լինելու, գիտեք, ես հիմա քանի որ սա շարունակությունն է, ես անդրադառնամ իմ ուրեմն կանխատեսումներին, բնականաբար ես վստահ, փառք Աստծո, վստահ, ես ասում եմ, անում եմ կանխատեսում եւ կանխատեսումները կատարվում են, իմ հետևորդներն են գրում, շատ ակտիվ են, ես շնորհակալ եմ իմ սիրելի հետևորդներ ձեր բարի խոսքերի համար եւ այն բանի համար, որ այդպես ուշադիր եք, հետևում եք եւ անմիջապես արձագանքում եք։ Ես նաև նշեմ առիթից օգտվելով, եթե ես ինչ-որ հարցերի չեմ պատասխանում, նշանակում է, որ ես ժամանակ չունեմ գրելու, բացատրելու, եթե ճիշտ արտերվում հարցը, ես պատասխանում եմ, այնտեղ հարցեր կան, որ սխալ են նախ ձևակերպված եւ այնպիսի հարցեր են, որ ես պիտի բացատրեմ աստրոլոգիա, ես չեմ դասավանդում եւ չեմ պատրաստվում ինչ-որ բան բացատրել, ասել եւ այլն եւ այլն։ Ինձանից ոչ մի բացատրություն մի պահանջեք, ինչքան որ ես ասում եմ, դա է, այդքանը ես չեմ դասավանդում եւ իմ գիտելիքները ոչ մեկի չեմ տալիս։ Սա այսպես, նույնպես որ ինձ մի այնպիսի հարցեր ուղղեք, որը նախ սխալ են ձևակերպում, չեք հասկանում աստրոլոգիայից եւ փորձում եք այդպես ինչ-որ հարցեր ձևակերպել սխալ, առավել ևս իմ պատասխանը, որ ենթադրում է դա ինչ-որ չես կարող մի խոսքով բացատրել, ոնց որ մի ասպեկտացիայով չես կարող կանխատեսում անել, նույնն էլ մի հարցին մի պատասխան չես կարող տալ, այնպես որ նման հարցեր ինձ մի տվեք։ Սա էլ այսպես եւ ընդհանրապես եթե չեմ պատասխանում, ուրեմն հարցը ինչ որ մի բան ճիշտ չի, փորձեք հասկանալ ինչը ճիշտ չի։ Եվ ինձ հարցնում են ուրեմն սրան էլ անդրադառնամ, թե որ ես ասցենզետի նշանը պետք է ասեմ, տիգրեն իրենց ժամը, ծննդյան ճշգրիտ ժամը, ես ասում եմ այս նշանն է, այս ժամից հետո փոխվում է այս նշանը, ինքն այդ կողմնորոշվեք, կամ պետք է հաշվել տրվի, հաշվարկվի ձեր ժամը, կամ ես ձեզ ասում եմ, կամ նայեք, որտեղ ձեր ժամը ասենք փոխվում է։ Այսպես եւ գրում են, ասենք, գնացել են արտերկիր, ուրեմն ձեզ բացատրեմ հարգելիներս, այստեղ նշում է, թե դուք որտեղ եք ծնվել, ես չեմ կարող մի հարցին 2-3 անգամ անդրադառնալ, ժամանակ չունեմ, անպայման պիտի նշվի, գրում են, ասենք, Հունաստանից, Փարիզից, չգիտեմ, Ուզբեկստանից, Տաջիկստանից, խոսքի օրինակ եմ ասում, տարբեր այդպես տարբեր տեղերից, հիմա այստեղ պիտի նշվի, դուք ծնվել եք այդտեղ, թե ծնվել եք Հայաստանում, հետո գնացել եք, որտեղ Հայաստանում եթե ծնվում եք, այստեղ ուրիշ ասցենդենտի նշան է, այնտեղ գնում եք արդեն կոորդինատները փոխվում են, ռելոկացիա է արվում, այնտեղ արդեն լրիվ ուրիշ է։ Ու այստեղ առաջանում է հետևյալ թյուրիմացությունը, եթե դուք չգիտեք, ստույգ հաշվարկված չի ձեր ժամը, որ ծնվել եք Հայաստանում, ռելոկացիա արվում է, ինքը ձեզ նորից սխալ պատասխան է տալու, այդ ժամանակ արդեն խճճվում ես, դրա համար ես այս դեպքերում չեմ պատասխանում։ Եթե տեղափոխվել եք այլ երկիր, պիտի իմանաք Հայաստանում ճշգրիտ ժամը։ Տեսեք, որտեղ ես նշում եմ, որ այս ժամից այս ժամը, այս րոպեների ընթացքում արդեն փոխվում է նշանը, որտեղ ինքը կարող է գծին մոտ լինել եւ փոխվել։ Ու առավել ևս այդպես սխալ երկակի է փաստորեն լինում պատասխանը ու ռելոկացիա անել, ասենք այլ երկիր, դա լրիվ խառնաշփոթություն է լինում։ Ես դրա համար չեմ պատասխանել, ես ամենը ես չէի կարող գրել, ժամանակ չունեմ գրելու, այդքան մանրամասն բացատրելու, իմացեք, որ եթե գրվում է, ուրեմն ես ասելու եմ միայն Հայաստանին է, եթե ուզում եք իմանալ այլ երկիր, որ տեղափոխվել եք դա, ուրեմն ձեր ժամը պիտի հաշվարկվի, ստույգ իմացի, թե որն է ուրեմն Հայաստանում ձեր ժամանակը, հետո ռելոկացիա արվի եւ որ երկիր որ տեղափոխվում եք Ամերիկա, Եվրոպա, ցանկացած երկիր, այդ երկիրը կնշվի եւ այդ ժամանակ նոր այդտեղ ձեր ասցենդենտի նշանը, աստիճանը, հա, կամ գրադուսը, այդ ժամանակ նոր դուք կարող եք իմանալ, իսկ այսպես ես ձեզ խնդրում եմ մատերի արանքով նայեք դրան, այդպես չի կարելի կամ գրում են ինձ ես պաշտպանեցի, բայց սա եւս կարեւոր է, մարդկանց հետաքրքրում է, իսկ գրելով դու ասացի այդքան չես կարող բացատրել։ Մարդիկ գրում են, որ սա այսպես կարող եք մի երկու բառով ասել, հնարավոր չի երկու բառով ասել։ Ես գուշակ չեմ։ Այդպես անում հոգեխանգարված գիժը, այն մյուս գուշակները, հա,
որ ես երբ մարդկանց առաջարկեցի, որ ես կօգնեմ կասեմ ձեր ասցենդենտի նշանը, նրանք ովքեր գիտեն իրենց ժամը կամ մոտավորապես, ասենք նշանը կարող եմ ստույգ ասել, եթե մեջտեղում է գտնվում, ուրեմն գիծը, հա, ասենց ասեմ, որ հասկանաք, իսկ եթե ուրեմն այստեղ ես նշան կարող եմ ասել, բայց գրադուսը չեմ կարող ասել, չնայած շատ կարևոր է, թե ձեր ասցենդենտի, հա, այդ ասցենդենտը գիծը, կուսպիդը կամ սլաքը որտեղ է ընկնում, ինչ աստիճանում է գտնվում, դա միայն հաշվարկման դեպքում կարող եք ճիշտ իմանալ, որտեղ մի աստիճանում 1 տարի է։ Եվ ինձ ուրեմն հարցում են ինչ կարող եք ասել։ Գիտեք, 2 բառով ես դա ուրեմն դա շատ սխալ է, 2 բառով ինչ որ բան չգիտեմ ասել, ես որ արեցի այդպես մարդկանց ասեցի, ուրեմն ասցենդենտի նշաններ օգնելու համար, հոգեխանգարված գիժը, որ ամեն ինչ տպում է, գիժ, այդ գորտի աչքերով չռված, որ հիմա ինձ ես նայում, որ տնաս ինչ կարաս սովորես ինձանից, որ մեկ գիժը, ինքը որոշեց, որ մարդկանց այդ տվյալներն ասում են, ինքը ես ձեզ կասեմ մի քանի բան, ու մարդիկ այդպես սովորեցին, դա դիլետանտություն է, ինչու, դա ծայրագույն սխալ է, խստագույն սխալ, ես էլ չգիտեմ ոնց ասել, դա այլանդակություն է, որ բնորոշ է դիլետանտներին, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց։ Այդ այլանդակությունը, բնության այլանդակությունը հոգեխանգարված գիժ, որ հիմա չռված նայում ես ինձ ապուշ։ Այդ ապուշը, որ ինձանից հետո փորձեց գողանալ ինչ-որ մի բան, ինչ-որ մի ձևով մարդկանց հավաքել իր շուրջը, չգիտես ինչեր անել, փորձեց տվյալներն ասում են, ինքը ասում է գիժ, եւ դա հնարավոր չի ասել, որտեղ այդ մարդը հնարավոր է, որ իր ծննդյան ժամը սխալվում, ինքը մոտավոր ժամ է ասում։ Ես մինչև չհաշվարկեմ ժամը, չիմանամ, որ դա ճիշտ է, կամ ծնողը շատ հավաստի, որտեղ եղել է, որ ասել են այս ժամին է ծնվում, բայց բարձրվել է հաշվարկել այդ ժամին չի, հետո ծնողը հիշել է, ասել այո, ճիշտ է, Հակոբյանն այդ ժամին չէր։ Այսինքն, երբ ես հաշվարկում եմ ժամը, ես հարցեր եմ տալիս, ես բավականին ժամանակ եմ կորցնում դրա վրա վերջնական արդյունք ունենալու համար։ Այսպես է լինում, եւ եթե դու ժամը չես հաշվարկել, հնարավոր չի, որ մարդիկ քեզ ասեն, ու դու դա վերցնես ու այդ մարդու մասին ինչ-որ բան ասես։ Հասկանում եք, որ դա շատ սխալ է։ Այդպես կանխատեսում չեն անում, ու դուք ինձ առաջնորդվելով մի տգետի արած ուրեմն սխալից, դուք ինձ ասում եք, կարո՞ղ եմ 2 բառով ասեք, չէ, չեմ կարող, այտենց 2 բառով չեն ասում, մարդուն 2 բառով չեն վերլուծում։ Ինչև ուզում ասեմ, այդ անգրագիտությունը, որ դուք ընդօրինակում եք այդ տգետից, մի բերեք իմ դաշտ, այդ գուշակներին, այդ աղբանոցի առնետները, այդ դիլետանտները, այդ անգրագետները, հա, գուշակներին, մի շփոթեք իմ հետ, մի խառնեք իմ հետ, լավ, հասկացանք, ու ինձ երբեք նման բան չգրեք, որտեղ ես ձեր ժամը, ձեր գրած ժամը ինձ համար հիմք չի, ես պետք է հարցեր տամ, ես պետք է հասկանամ, այդ ժամը արդյոք դա է, եթե ես չեմ հաշվարկում։ Նոր ձեզ պատասխանեմ, ես ձեզ խնդրեմ մատերի արանքով մի նայեք, սա գուշակարդ գցել չի, որ կարդ գցեմ, նայեմ, հա դե լավ սենց կլինի, լավ այսպես կլինի, այնպես կլինի, տես չի լինում, մի քիչ լուրջ վերաբերվեք, սա դիլետանտների տեղը չի։ Սա այսպես ուրեմն հարցերի հետ ես կարծում եմ ամփոփեցի այդ հարցերը, որ ինձ տրվում են, ես ուղղակի չեմ ուզում արհամարել մարդկանց, եթե մարդը հարց է տվելու ինքը սպասում է, որ իրան ինչ-որ մի պատասխան տալ, ես պատասխանատվություն եմ զգում, չեմ կարող անենց անտարբեր լինել։ Իսկ ովքեր որ սխալ են հարց տալիս, ես հիմա բարձրաբանում եմ, որպեսզի ասենք չմտածեք, ես ինչու չեմ պատասխանել։ Եվ երբեմն լինում են դեպքեր, որ ես ուղղակի չեմ նկատում։ Ինձ հարցեր են գրում մի քիչ արդեն ավելի ուշ, երբ վիդեոն գնում է այդ ժամանակ, եթե հարցերը տակ, ես թեմայի մեջ եմ լինում, նայում եմ ավելի հաճախ։ Եվ այդ ժամանակ շատ են հարցեր տալիս, պատասխանում եմ, լինում է, որ շատ արդեն վերջում են տալիս, որ արդեն մոտ ես էլ մի ամիսա չեմ նկարահանվել, մի քիչ ավելի ուշ է գնում, ես արդեն չեմ նկատում դրանք ու ստացվում է, որ չեմ պատասխանում, երբեմն լինում է նաև բաց թողումներ, բայց շատ հազվադեպ, որտեղ ես նորից վերանայում եմ, տեսնեմ ինչ հարցերին պատասխանել, ինչ հարցերի չեմ պատասխանել, եւ այդպես ովքեր որ գրում են, ես այդ ամեն ինչը տեսնում եմ, շատ լավ գիտեմ ով է։ Ահա, սա հարցերի կապված հիմա գանք իմ կանխատեսումներին, ուրեմն ես ասել, ես հիմա նորից չբացեմ, դուք նայում եք, ինձ արդեն իմ հետևորդներն ասում են,
արդեն գիտեն, որ ես ասել էի ապրիլի համարյա կեսերից այդպես սկսված, մենք ունենք վատ միացություններ։ Ես հիմա արդեն անցել եմ, ես ասեմ այդ վատ միացությունները, որոնք էին Մարս, Պլուտոն հակադրվել են ապոզիցիա եւ այդ երկուսը նաեւ Սելուսինը եւ Մարսին եւ Պլուտոնին ուներ կվադրատ, այսինքն վատ էներգիաներ կուտակվել, պլյուս մենք ունենք վատ աստղի հետ միացություն։ Եվ ես ասացի, որ այստեղ ղեկավարի հետ կապված կարող ենք ունենալ մահ կամ կլիկվիդացնեն կամ կլինի բնական մահ, կլինեն երկրաշարժեր, պայթյուններ եւ այլն, մենք տեսանք, որ այդ ամենը կատարվում է։ Եվ մեծ հաշվով գիտեք, ինչ ես սպասում եմ, որ այդ կանխատեսումները կատարվեն, ես նոր մտնեմ եթեր։ Մտնեմ ինչ-որ բան պետք է ասեմ, չէ, եւ ասենք այդ ֆոնին, երբ որ մյուս հոգեխանգված գուշակներն են անում, ծիծաղել է, ես հիմա չասեմ, դուք նայել եք, արդեն գիտեք, գիժ-գիժ խոսում են ու ինչ ասում են, չի կատարվում, բայց դե այդ ոչխարի հոտը լսում է ու բառաչում ամենակ իրենց անունը դմդմփում միևնույն է, այդ իրանք այնքան ոչխար, ես ինձ իրավունք եմ վերապահում, որովհետեւ երբ մարդ կոչված ասում է դու մեզ սխալ ասես, թե ճիշտ ասես, մենք քեզ լսում ենք, նշանակում է դու ոչխար ես, երբ քեզ էշի տեղ են դնում, խապեն ոչխարի տեղ են դնում, դու նորից շարունակվես լսել, նշանակում է դու ոչխար ես եւ ձևով ես արտահայտվում։ Դրա համար եմ ասում, մարդկանց խապել, ձեռ առնել, թքել երեսներին ու այդ մարդը նորից շարունակի նայել, ուրեմն այդ մարդը միայն կասոցացնես ոչխարի հետ, ուրիշ ոչինչ չես կարող ասել։ Ինչևէ, հիմա այդ դրանց թողնենք մի կողմ եւ ուրեմն մարդիկ եկա ներողություն մի բան ասեմ, մենք չենք հասկանում, ես չենք հասկանում, սենց խոսեք, ինձ հրամաններ մի տվեք նախ, դուք չպետք է ասեք, ես ոնց խոսեմ, ոնց չխոսեմ, միգուցե դուք գնաք կրթվեք, հա, մարդիկ տեսեք իրանց չեն ասում, ես չեմ հասկանում, սպասի կրթվեմ մի քիչ, ուշադիր լսեմ, փորձեմ հասկանալ, իրանք հրամաններ են քեզ տալու, որ մի քիչ սենց խոսամ, մի քիչ դու ես, որ ինձ հրաման տաս։ Ես հիմա անունը չեմ նշում, որտեղ այդ հրաման տվողը երևի թե արդեն հասկացել է, դուք ոչ մի իրավունք բարոյական չունեք ինձ հրամաններ տալու, այսպես խոսացեք, չենք հասկանում, դա ձեր տգիտության մասին ասում, ես այդտեղ ոչ մի կապ չունեմ, ես սա պրոֆեսիոնալ աստրոլոգիա եւ ոչ թե գուշակների մակարդակով, որ նստեն մտնեն ուրիշի ընտանիքներ գարշանք ասենք, այստեղ այնտեղ մտնի խոսա ավել պակաս, որտեղ ընդհանրապես մի ամիսը չլրացած մտավ եթեր, ներկված, պճնված, բայց չասես պոռնիկ, բնականաբար պոռնիկ է, բայց ես իրանց հետո կանդրադառնամ զուտ այն բանի համար, որ իրանք խոսում են բարոյական, ընտանեկան բարոյական արժեքներից, բայց իրանք լինելով պոռնիկներ, ինքն էլ իր պոռնիկ ընկերուհին էլ, հա, այն գեշը դատարանելու քարշ եկածող պոռնիկը։ Իրանք երկուսն էլ այդպես պոռնիկներով հավաքվում են ու սկսում են սրաներա իրանց ներկայացնել սուրբ ընտանիքի նվիրյալներ, բայց նա մարդուն թաղեց մտավ եթեր, նա էլ յատողուն թաղեց։ Մի ամիսը չլրացած մազերը ներկեցին, ոչնված մտան եթեր։ Ու սրանք խոսում են ընտանեկան արժեքներից։ Լավ, ինչևէ, ես սրանք միգուցե, չգիտեմ, ինչ տրամադրություն կլինի ուղղակի անհրաժեշտություն կգտնեմ սրանց անդրադառնալու համար, թե իրանք այդքան այդ աղբին չեմ ուզում անդրադառնալ, բայց բան նրանումն է, որ այնքան են մարդկանց դեգրադացրել, որ կա եւս մի աղբակույտ ոչխարի հոտ, որ լսում է իրանց, շատ ցավում եմ այդ մարդկանց համար, որ այդ մակարդակի մեջ են։ Այսինքն իրանց այնքան են դեգրադացրել, որ իրանց իջացրել են ուրեմն այդ մակարդակին, դրա համար իհարկե Ամերիկան փողեր է ներդրել, հատկացրել դրա համար։ Լավ, ես երևի թե կանդրադառնամ, հիմա ուղղակի ես չշեղվեմ, ինչևէ, ուրեմն ինչ եղավ իմ կանխատեսում էր, ես այդ ամեն ինչը ասել էի, ուրեմն այդ ասպեկտացիաները եւ մենք տեսանք Հռոմի Պապը մահացավ, նո գիտեք աշխարհի ամենափոքրիկ պետությունը համարվում է Վատիկանը եւ ինքը ինքնաբերաբար Հռոմի Պապը դառնում է բացի Հռոմի Պապ լինելուց ստացվում է այդ պետության ղեկավարը եւ ինքը համարվում է l'État dans l'État պետության մեջ Եվ այստեղ Հռոմի Պապը թե հիմա գիտեք ինչ, թե ասենք մահացավ իր մահով, թե իր մահով չմահացավ, պրոստը պարզապես ժամանակ էր, ասենք այս ժամանակ պետք է մահանա, այս ինչ տարիքում պետք է մահանա, չգիտեմ, չեմ ուզում այդ ամենի մեջ դեռևս մտնել, բայց բոլոր դեպքերում դա եղավ այդ իրադարձությունը, մենք տեսանք հրդեհներ, երկրաշարժեր եւ շատ կարեւոր իրադարձություններ, որ ես չեմ հիշում նման դեպք, որ Եվրոպայի մի շարք քաղաքներում երկիր ասեմ նաև, հա, հոսանքը անջատվել էր, համատարած անջատվել էր, նո հիմա ես նորից դեռ չեմ քննարկում անջատել էին թե անջատվել էր, ես ամենայնպես այս մոլորակի վրա ոչինչ պատահական չի լինում, ամեն ինչ շատ լավ գծագրված է եւ գիտեք ինչ ես ասել եմ, որ երբ գալիս է մոլորակների նման դասավորությունը
ուրեմն վատ հա դասավորությունը, այդ ժամանակ չարը իրանք շատ լավ գիտեն, տիրապետում են աստրոլոգիային եւ հենց այդ ժամանակ, քան որ դռները բաց է, իրանք կարող են վատություն անել, իրանք կարող են իրականացնել վատ իրադարձություններ ու դա իրանք շատ ավելի հեշտությամբ է տրվում։ Այս սրանումն է բանը եւ իհարկե հիմա շատ չեմ ուզում մանրամասն փակագծեր բացել, արդեն իմանաս երբ ինչ ոնց։ Եվ դրա համար շատ այդպես վստահ է, որ այդ իրադարձությունները կատարվելու են, ինչի մասին ես խոսել էի, նաև խոսել էի Զելենսկու մասին, որ ապրիլին իր համար լարված է իր շուրջ ուրեմն իրավիճակը, կարող եք նայել ուրեմն ես խոսել եմ այդ մասին եւ որովհետեւ ուզում էին լիկվիդացնել եւ եթե Մակրոնը մինչ այդ ասում էր մենք օգնենք Մեծ Բրիտանիայի հետ համագործակցել իրեն զենքեր տալ դեռևս գումար հատկացնել վարի որպեսզի պատերազմը շարունակվի հիմա արդեն Մակրոնը այդ ամենից ձեռքերը լվացել է եւ ասում է որ ինքը համամիտ է Տրամպի հետ դու պիտի անպայման ասկան պատերազմը ոչ թե մենք քեզ զենք տանք որ դու պատերազմը շարունակես այլ մենք պիտի ավարտենք պատերազմը եւ հիմա դա այդ վիճակը ուրեմն իր կուլմինացիան այդ ժամանակահատվածն էր ապրիլի կեսերից մինչեւ ապրիլի վերջը ես սպասեցի որ դա լինի նոր ելույթ ունենամ որպեսզի ձեզ ասեմ եւ սակայն մինչեւ մենք մայիս ամիսը եւս այդ էներգիան գնում է մենք միացություններն են էներգիան դեռևս չի ավարտվել գլխավոր ուրեմն իրադարձություններ կատարվում են բայց կարող են կատարվել էլի կարևոր իրադարձություններ գլխավոր եւս գլխավոր իրադարձություն առաջի գլխավորը թերևս դա Հռոմի Պապի մահն էր գնաց դժոխք այդպես եւ հիմա Տեսնենք թե մայիս ամսին ես էլի կանխատեսում եմ արել, բայց հիմա դրան չեմ ուզում անդրադառնալ դեռևս սպասենք տեսնենք մայիսին այդ ամենը կկատարվի թե ոչ, որովհետև մենք ունենք եւս վատ միացություններ։ Ահա այսպեսին է ուրեմն վիճակը, իսկ Զելենսկին փաստորեն հնարավոր է որ բավականին մութամբեր կան կուտակված իր շուրջը, որովհետև մի կողմից ուրեմն ստիպում են որ դա պիտի արվի, այնտեղ հանդիպում ունեցավ ուրեմն Վատիկանում Տրամպի հետ Զելենսկին բնականաբար Մակրոնի հետ եւ այլտեղ եւս որոշակի հարցեր փորձեցին կարգավորել։ Հիմա տեսնենք ինչ ընթացք կստանա, բայց այնպես չի որ մայիս ամիսը այդպես հանգիստ է լինելու, որտեղ եւ մայիսի կեսերին եւ մայիսի վերջը այդպես դեռևս գնում է, այդպես որ իրադարձությունների սպասենք։ Դեռևս ահա այսքանը բավականին երկար ստացվեց, հավանաբար կբաժանենք երկու մասի վիդեոն եւ հիմա ուրեմն ես ներկայացրեցի ինչ ուրեմն ինչ իրավիճակ է մոլորակների եւ հիմա ես կփորձեմ ձեզ ներկայացնել Ահա, ես հիմա ձեզ կփորձեմ ներկայացնել արդեն նշել որոշակի նշանների համար, թե ինչ է լինելու, համար ինչպես եւ այլն հիմա եւ մենք ուրեմն մայիսի սկզբներին ես մոլորակները չեմ նշի, մայիսի սկզբներից մինչև հոկտեմբերը այդ ժամանակահատվածում ուրեմն որոշակի ուրեմն ուշադիր լսեք, որովհետեւ ուրեմն դա վերաբերում է հիմնականում կարիճներ, ցուլեր եւ առյուծներ, ջրհոսներին մեծ հաշվով եւս վերաբերում է, այստեղ գիտեք որոշակի հարցեր պետք կլինի ուրեմն կարգավորել, օրինակ հնարավոր ասենք կարիճների մոտ գիտեք տան հայրենիք արտերկիր, փաստաթղթերի հարց, բնակվելու քաղաքացիություն ստանալու եւ այլն, այսինքն կամ այդ հարցերի շարունակությունը Այսպիսի թեմաներ կարող են լինել կամ տուն վաճառելու, գնելու, տեղափոխվելու այլ երկիր ժամանակավորապես կամ ինչ-որ գործերով, հա, այսպիսի հարցեր կլինեն, որ մինչև իհարկե 12-ը այդ որոշումները կկայացվեն, ոմանք արդեն կմեկնեն կամ ձեռք կբերեն ինչ-որ քայլեր արդեն գործողություն կատարված կլինի, ոմանց մոտ էլ ուղղակի դա կորոշեն, բայց ասենք հետո այդ ամենը կիրականացնեն, բայց որոշումը արդեն տոմսերը կգնվի մինչև 12-ը տոմսերը կգնվի, նրանք ովքեր հետո պիտի գնան, մեկնեն իրենց գործերը կարգավորեն, այսպես կամ ասենք ցուլերի մոտ, այստեղ կարող է իրենց կարիերայի հարցը, իրենց այդ հարցերն են հետաքրքրում, ձեր իրենց ապագան, նպատակները ի վերջո մնան, թե գնան, թե պաշտոնի հետ կապված ինչ հարցեր կլինեն իրենք հավանաբար
ինչ որ գործեր արել ենք, փորձեն վերանայել, ինչ փոփոխություններ եւ այլն ամեն դեպքում տեսեք ցուլերի, կարիճների եւ առյուծների համար այստեղ պետք է որոշակի ջանքեր գործադրել, գիտեք ֆինանսական հարցեր են ֆինանսական հարցերը իր մեջ սա պարունակում, որովհետեւ դու հնարավոր ինչ որ փաստաթղթեր կարգավորես, որը ապահովում է քո ֆինանսական վիճակը Եվ ինչ-որ ֆինանսներ ծախսել, ինչ-որ այլ նպատակի համար համենայն դեպս այստեղ ֆինանսական հարց կա, միգուցե այստեղ ինչ-որ բնակարան գնելու կամ հարցեր լինեն կամ այլ հարցեր կարգավորեն, որ դա իրենց գումար ապահովի, հա, նայած ինչ գործարքից, հա, ինչ գումար կարող է ուրեմն ապահովել, իսկ ասենք ցուլերի մոտ ասեցի դա կարիերային է, բարձրաստիճան մարդկանց հետ միգուցե հանդիպում լինեն կամ իրենք ուղղակի իրենց հետագայի մասին մտածեն եւ ապագայի ինչ քայլեր պետք է անեն, ինչպես պետք է անեն եւ այլն, դե արդեն մնացածը կապված է ձեր անձնական քարտեզից միացում եք իրար, որպեսզի հասկանաք, իսկ առյուծների մոտ գիտեք, այստեղ կլինի այսպիսի իրավիճակ, որ կախված է իրենց գործը կարծես թե մի երկրորդ անձնավորությունից, լինի դա առողջական հարցում, լինի դա աշխատանքի հարցում, կապված է մի երկրորդ անձնավորությունից եւ ձեզանից պահանջում է որոշակի ուժերի ներդրում, որպեսզի դուք դա կարողանաք անել։ Գիտեք, եթե ասենք, տեսեք ասենք աղեղնավորների համար, խոյերի համար կամ կշերքների, երկորյակների համար, կույսերը, խեցգետինները եւս կարող են ներառվել այդտեղ, եթե իրանց համար ձկներին ասացի, չի, հա, ձկներ այդ ջուրներ։ Ուրեմն, եթե իրենց համար ուրեմն ավելի հեշտ է լինելու, ասում մեծ ջանքեր պետք չի ներդնել, ապա կարիճներ, ցուլեր եւ առյուծներ ձեզանից ջանքեր են պահանջում, այսինքն դուք քայլեր պիտի անեք անպայման։ Սրա մասին է խոսքը, ոմանք ֆինանսական աշխատանքի հետ կապված խնդիրներ ունեն, ոմանք ասենք առողջության հետ կապված ֆինանսական հարցեր, հա, պիտի քննարկեն այս ֆինանսական հարցը աշխատանքի եւ առողջության հետ կապված, այս ֆինանսական հարցը դժվարություններ է առաջացնում կարիճների, ցուլերի, առյուծների, նաեւ ջրոցների մոտ, ջրոցները միգուցե մի քիչ ավելի, գիտեք, իրենց ձեռքում է նախաձեռնությունը, իրենք են քայլերը անում եւ ճիշտ քայլերի դեպքում կարող են իրենց ֆինանսական հարցերը ճիշտ կարգավորել, առքովաճառք, տեղափոխություն եւ այլն, այդ ամեն ինչը իրենք ուրեմն ավելի ճիշտ անեն։ Այս իրավիճակն է, որ ձեզ ուրեմն մինչև հոկտեմբեր վերանայեք, վերլուծեք, քայլերը արեք, ուրեմն եւ որպեսզի կարողանաք կարգավորել Ահա, եւ ուրեմն մայիսի 10-ից 25-ը այստեղ մենք հատկապես ասցենտով ցուլերի մասին է խոսքը։ Այստեղ գիտեք ինչ մեծ հաշվով հանդիպումներ կլինեն, որոնք ավելի շատ հարաբերություններին կարող են վերաբերել, արտաքինին կարող են վերաբերել, այսինքն արտաքին փոփոխություն իմիջում կամ պլաստիկ վիրահատություն։ Ես ասեմ, որ պլաստիկ վիրահատություն ավելի մինչև մայիսի 20-ը միանշանակ ցանկալի չէ պլաստիկ վիրահատություն անել միայն շատ գիտեք շատ ուշադիր պետք է լինեք այս տարի պլաստիկ վիրահատությունների հարցում որովհետև միայն ասենք մոտավոր եմ ասում պլյուս մինուսով հունիսի 20-ից հուլիսի 20-ը այդ ընկած ժամանակահատվածում կարող եք անել վիրահատություն հետո արդեն հուլիսի 20-ից օգոստոս չեք կարող անել, ցանկալի չէ եւ հետո արդեն մնում է սեպտեմբերին այդ ժամանակահատվածը դու կարող եք այստեղ ներարկումներ պլաստիկ վիրահատություն այդ ժամանակահատվածը շատ ավելի հարմար ժամանակահատված է եւ ուրեմն հանդիպումներ այստեղ գիտեք ավելի շատ ռոմանտիկ հանդիպումներ կլինեն կամ սիրո բացատրություններ գիտեք նաև այստեղ հավանաբար զույգեր կամ այդպես կպարզեն հարաբերություններ իրենց մեջ հասկանալու համար շարունակում են իրենց հարաբերությունները թե ուղղակի ավարտվում են
այսպես ցուլերի մոտ գիտեք այդպեսի եւ հարաբերությունների հարցեր կփորձեն բարձրաբանել նաեւ ջրհոսերները, առյուծները եւ կարիճները այսպեսի հետաքրքիր ուրեմն իրավիճակ կլինի մայիսի 10-ից մինչև մայիսի 25, այսինքն առյուծները նշածս առյուծներ, ջրհոսներ, կարիճներ իրենք պիտի նորից ջանքեր գործադրեն, որպեսզի փորձեն, ասենք միգուցե լարված հարաբերություններ կա, դա միայն անձնականին չի վերաբերում, կարող է գործնական հարաբերություններում լինել եւ դուք այստեղ արդեն պիտի փորձեք պարտների հետ գտնել ընդհանուր եզրեր, այսինքն ձեզանից որոշակի աշխատանք է պահանջվում, որոշակի քայլեր է պահանջվում եւ այդպես որոշակի հանդիպումներ, քննարկումներ եւ պայմանավորվածություն եւ այլն եւ այլն ու ցանկալի է հիմնականում սիրո հարցեր, սիրո այդ հարաբերություններ հիմնականում բարձրաբանել եւ իհարկե ասացի որոշակի փոփոխություններ, բայց ոչ պլաստիկ վիրահատություն եւ դա ասեմ, որ շատ բարենպաստ կլինի խեցգետինների համար եւ խեցգետինների համար ուրեմն ձկների համար լավ կլինի այծեղջյուրների, կույսերի համար իհարկե կշերքներ, աղեղնավորներ, երկորյակ խոհեր եւս իրենց համար բայց հիմնականում ուրեմն ձկներին եւ խեցգետիններին ինչպես նաեւ այծեղջյուրներ եւ կույսեր հիմնականում ուրեմն այդպես հարաբերությունները կարգավորել, ճշտել, շփվել եւ այլն այդպես մտերմիկ թեկուս ռոմանտիկ հանդիպումներ ունենալ այդ ժամանակահատվածում նորից եմ նշում մայիսի 10-ից մինչև մայիսի 25-ը կարողացեք, եթե ունեք հարաբերություններ ճշտելու հանդիպումներ ու թեկուս բարձրաստիճան այդպես մարդկանց հետ, ուրեմն դա պիտի կարգավորեք, որովհետեւ ես ասացի, որ նշեցի, այսինքն այդ նշանները ես արդեն ասացի, իրենց մոտ դժվարություններ կլինեն, հարաբերությունները պարզաբանելու, ճշտելու եւ այլն առյուծներ, կարիճներ, ջրհոսներ, նաեւ ցուլեր, հա, դուք պիտի քայլ անեք։ Մյուսների մոտ դա այդպես շատ հանգիստ կարող է ստացվել։ Խեցգետինների, այծեղջյուրների եւ ուրեմն կշերքների համար ես ուզում եմ ասել հետեւյալը, որ մայիսի վերջից երրորդ դեկադայից սկսված ուրեմն դա կլինի մինչև սեպտեմբեր այդ ժամանակահատվածում շատ այդպես խեցգետին այդ նշանները իրենց ապագայի հետ կապված մեծ անհանգստություն կունենան եւ կհասկանան, որ պետք է արվի շատ կտրուկ քայլեր։ Գիտեք, այստեղ մոլորակը դա է ձեզ հուշում, որ դուք եթե ուզում եք ապահովեք, կարգավորեք ձեր ապագան, ուրեմն պետք է մեկը սովորելու, մեկ ամուսնության, մեկ այլ հարցեր, իրավական հարցեր կարող են լինել, մի խոսքով շատ տարբեր ով ինչ խնդիրներ ունի, ուրեմն այ ապագայի հետ կապված, հա, ոմանք սովորելն են իրենց համար ինչ որ միտեղ գնալ սովորել կամ թեկուզ այստեղ ուսում ունենալ, դա իրենց համար, այսինքն այսօր դա դրված է որպես իրենց նպատակը, մյուս ամուսնությունն է դրված, մյուսի համար երեխա ունենալն է նպատակ դրված, մյուսի համար այլ երկիր մեկնել կամ այլ երկրից վերադառնալ, դա է նպատակ, այսինքն ինչ նպատակներ որ ունեք, դուք պիտի քայլեր անեք, դրանք են նորից եմ ասում, խեցգետիններ, այծեղջյուրներ եւ կշերքներ նպատակներ են, որ դուք քայլ պիտի անեք եւ փորձեք դա կարգավորել, իսկ իրենց նպատակները այդպես շատ ավելի հեշտ կլինի երկվորյակների մոտ, ուրեմն ջրհոսների մոտ, աղեղնավորների, առյուծների մոտ եւ կույսերը, կարիճները եւս դրան ուրեմն կարող են մասնակցել, դա չի խանգարում նաեւ ուրեմն ձկներին եւ ցուլերին այսինքն դժվարություններ են այն 4 նշանների, 3 նշանների, այսինքն 4 խոյ, խեցգետին, կշերք եւ այծեղջյուր դուք պիտի անեք քայլեր ձեր ապագայի համար, այսինքն пассив պետք չի մնալ, ես սպասել, որ ձեզ համար ինչ որ բան պիտի անեն ձեր ապագայի համար, գիտեք, այդ ժամանակահատվածը ինքը մոտավորապես ձեզ կհուշի, ձեր կյանքում դուք կկանգնեք նման իրավիճակի առջև ու կհասկանաք, որ դա ձեր ուրեմն նպատակներն են, որտեղ մոլորակը հետ է դառնալու, ինքը դուրս է գալու ձեր նշանից, պարզապես ձեզ նախապատրաստելու, կամ միգուցե ինչ որ մի միտք է հղալու, որ դուք պետք է, ասենք, եթե ուզում եք գնալ դրսում արտերկրում սովորել կամ աշխատել,
կամ թեկուզ on-line դա իրականացնել ինչպես որ ցանկանում եք, ուրեմն այդ ժամանակահատվածում հավանաբար հնարավոր է որ շատերը նույնիսկ քայլեր անեն եւ այդ արանքից օգտվելով ճողոպրեն եւ ինչ որ կոնկրետ նույնիսկ քայլեր անեն, իսկ ոմանց մոտ դա կարող է մնալ որպես դեռևս այդպես պրոյեկտի ծրագրի տեսքով իրենք հետո վերանային հնարավորություններ չունեն հետո դա իրականացնեն, հնարավորություններ չունեն դեռևս մերակնելու արտերկիր սովորելու եւ իրենց պետք է որոշ ժամանակ այդ գումարը հավաքվի, որ նոր իրենք մեկնեն։ Այսպես եւս կարող է լինել, ըստ դա ձեր արդեն անձնական քարտեզի, սա ուղղակի ուրեմն այդ նշանների համար էր, որ ուզում էի ուրեմն ասել եւ մենք ուրեմն Լիալուսինը ասեցինք թե չենք ասել Լիալուսինը լավ, ես ուրեմն այդպես հպացիկ ժամը չեմ ասել, ասացի որ կարիճի նշանում է լինելու Լիալուսինը արևելուսինը կհակադրվեն 23 աստիճանում, մայիսի 12-ին Հայաստանի ժամանակով 20:55 րոպե 46 վայրկյան եւ իհարկե այդ բոլոր նշանները, որ մինչև 12-ը հասցնեք ավարտել ձեր գործերը, որտեղ ձեր ուսերին է այդ ամենը այնուհետև ուրեմն ֆինանսական հարցեր եւս կարգավորում եք եւ 20-ին թերևս արևը ասացի կմտնի երկվորյակի նշան, ես այսպես խառն եմ ասում ըստ էներգիաների ուրեմն այստեղ կմտնի արևը եւ գիտեք նորից առողջությանը վերաբերող հարցերում ես խորտ կտայի, երբ 20-ին արևը մտնի երկորյակի նշան իրեն կնշեն իրեն ծննդյան օրերը եւ ես շնորհավորում եմ սիրելի երկորյակներ, ամենալավն ու բարին ձեզ, թող ձեզ համար բարեհաջող լինի եւ ձեր կարողանաք ի վիճակի լինեք ձեր ցանկությունները իրականացնելու եւ ասեմ, որ մասնավորապես ձկները, կույսերը եւ ահաղնավորները պիտի զբաղվեն իրենց ցանկալի իրենց առողջական վիճակով ուրեմն հետևեն իրենց առողջական վիճակին, իրենց սննդակարգին, գիտեք, ոմանց մոտ հնարավոր է, որ պարզապես իրենք զբաղվեն սպորտով կամ գնալով ավազան կամ մասաժների, այսպես ասած, կամ սննդակարգին հետևեն ու կարող է ամեն ինչ կարգավորվել, այսքանը քաշ գցել, հա, դա շատ կարևոր է, եւ մնացածների համար շատ ավելի հեշտ կլինի դա, ասենք, խոյերի առյուծների համար կամ կշարքների ջրհոսների համար շատ ավելի հեշտ է ուրեմն առողջական հարցը իրենք անելիք չունեն, իրենց համար ավելի հեշտ դա կարող է անցնել, իսկ արդեն ձկները, կույսերը եւ աղեղնավորները կոնկրետ ջանքեր պիտի գործադրեն, որպեսզի կարողանան ուրեմն այսինքն պիտի հետևեն իրենց առողջությանը եւ իհարկե դա ասացի եւ Մերկուրին մեկ անգամ եւս կփոխի իր նշանը այստեղ ինքը արդեն մայիսի 26-ից մինչեւ հունիսի 9-ը կտեղավորվի երկորյակի նշանում այս դեպքում արդեն ինքը ասենք տեսեք խոյի դեպքում ինքը եւ իր նշանում է եւ իր տանը Մերկուրին բավականին ուժեղ է եւ եթե ցուլի նշան որի մոլորակը Վեներան էր ինքը մի քիչ այդպես երերում էր, չէր կարողանում կոնկրետ գործեր անել, որտեղ սիրո թեման, ֆինանսների թեման, հա, այդ ժամանակ ակտիվանում է, այդ ամեն ինչը իրան շեղում էին, ռոմանտիկ հանդիպումները շեղում էին, իսկ Մերկուրին սիրում է կոնկրետ քայլեր, կոնկրետ շատ ավելի այդպես էմոցիաների զույգ, հա, էմոցիաներ չկան, չէ, Մերկուրին, որտեղ Մերկուրին այդտեղ էմոցիաներ չկան մեծ հաշվով եւ իրեն խանգարում են այդ էմոցիաների հիմա ինքը արդեն գտնվում է իր նշանում, խոյերի դեպքում նաեւ գտնվում է իր տանը եւ այդտեղ շատ լուրջ, շատ կոնկրետ որոշումներ կկայացնեն եւ տեսեք այստեղ երբ Մերկուրին կգտնվի երկորյակի նշանում այստեղ ձկների կույսերի նորից աղեղնավորների համար այսինքն 20-ից սկսվում է 20-ից մինչեւ երևի թե ուրեմն հունիսի 20-ը այդպես ասենք այդ ժամանակահատվածում ձկներին, կույսերին եւ աղեղնավորներին կարող եմ խորհուրդ տալ, որ զբաղվեն իրենց առողջությամբ եւ ավելի լուրջ մոտենան
այդ հարցին, հա, այսինքն էմոցիաներ, չգիտեմ, գեղեցկություն, իմիջ եւ այլն, այդ ամեն ինչը դրեք մի կողմ եւ շատ ավելի կոնկրետ մոտեցեք հարցին, որովհետեւ ընդհանրապես գիտեք, երբ Մերկուրին գտնվում է երկօրյակի նշանում, ուրեմն փորձեք շատ որոշումներ կայացնել, ինքը շատ լավ վիճակում է գտնվում, ձեզ ճիշտ մտքեր է տալիս, այդ ժամանակ դե գործնական ինչ-որ հանդիպումներ կամ պայմանագրերի ստորագրում կամ ինչ-որ աշխատանքի անցնել, այդ ժամանակ միտքը աշխատում է շատ ճիշտ եւ ձեզ կօգնի, որպեսզի դուք կոնկրետ ճիշտ որոշումներ կայացնեք, ճիշտ ուրեմն հարցեր քննարկեք։ Իհարկե, եթե ուրեմն կուտակվում է լավ էներգիան ձեր անձնական քարտեզում շատ կարեւոր է, եթե ասեն կոնկրետ այդ ժամանակահատվածում մարդկանց համար շատ կարեւոր է իրենց բիզնեսի համար եւ այլն, ինչ որ հարցեր, ուրեմն պարզաբանել կամ պայմանագրեր ստորագրել, աշխատանքի անցնել եւ այլն, այ դուք պետք է իմանաք, թե երբ է այդ ճիշտ օգտագործեք այդ ժամանակահատվածը եւ իմանաք, թե երբ պիտի կոնկրետ քայլ անեք, դա իհարկե կարեւոր է նրանք, ովքեր որ ունեն կոնկրետ հարցեր։ Եվ ուզում եմ նշել, որ ուրեմն կեսերին, մայիսի կեսերին եւ մայիսի վերջին ուրեմն այստեղ լարվածություն կարող է լինել եւ սա կարող է մարդկանց կյանքում եւս մարդիկ եւս կզգան, ես զգուշացրել եմ կենթանակերպի նշանները ներկայացնելիս, բոլոր դեպքերում ուշադիր եղեք ոչ մի հանդիպում մայիսի վերջերին ցանկալի է չունենալ, տեսեք մենք գտնվում ենք լավ չէ, ես ասացի, երբ Մերկուրին ինքը լավ ժամանակահատվածում է, բայց պետք է ամեն դեպքում անձնական քարտեզը նայել։ Հիմա տեսեք, այդ ժամանակահատվածում, երբ գնում ենք մայիսի վերջ, հա, դեռևս հունիսի 20-ը միջև մայիսի 20-ից հունիսի 20-ը պլյուս մինուսով, այդ ժամանակահատվածը լավ ժամանակահատված է, բայց 25-ից է մտնում, ինչևէ արևը արդեն օգնում է, այդ ժամանակահատվածում քննարկել հանդիպումներ շատ լավ է, բայց կան օրեր 29-ից 31 պլյուս մինուս 1-2 օր, այդ ժամանակ դուք ոչինչ չեք անում, սա բոլորին է վերաբերում, անկախ նրանից, թե ինչ ունեք, այստեղ մի քիչ ուրիշ ձև արդեն կմեկնաբանվի, ես հիմա չեմ կարող դա մանրամասն ասեմ, նրանք ովքեր շատ կոնկրետ կարևոր գործեր ունեն, կարող են դիմել իմանալ իրենց հարցի պատասխանից, նրանք ովքեր ում առջև չի դրված ինչ-որ այդպես կարևոր հարց, իրենց համար միևնույն է ոնց կանցնի այս տարբերությամբ եւ իհարկե կեսերին ձեր ուրեմն ուզում եմ նշել, որ ուրեմն ուշադիր լինեն առյուծները, ջրհոսները եւ կարիճները իրենց առողջության հետ, գիտեք, հնարավոր է շատ ֆիզիկական ծանրաբեռնվածություն լինի եւ դա էլ բացասական անդրադառնա կամ խմիչքը կամ ծխախոտը եւ այլն, կամ աշխատանքի հետ կապված ինչ-որ այլ ծանրաբեռնվածություն եւ դու այստեղ դա կարող է քո առողջությանը լուրջ վնաս հասցնել, այսինքն այդ ժամանակահատվածում շատ ավելի լավ է չծանրաբեռնել, մի քիչ ավելի հանգիստ լինել, հա, այնպես կազմակերպել, տեսեք, ես նախորդ եմ ասում, որպեսզի դուք հասկանաք, ուրեմն ձեր ծանրաբեռնվածությունը, ձեր գործերը այնպես կարգավորել, որ այդ ժամանակահատվածում լինեք ազատ։ Ամենայն դեպս ավելի շատ ձեր առողջությանը ուրեմն ժամանակ հատկացնեք, հա, սպորտով զբաղվեք, լողավազան գնաք, բնության գրկում ուղղակի կամ հաճելի այդպես շրջապատում անցկացնել, հա, ձեզ համար ցանկալի միջավայրում եւ ես թերևս նորալուսնով էլ կավարտեմ, որը տեղի կունենա մայիսի 27-ին Հայաստան ժամանակով 7:02:11 արևի լուսինը կմիանան 7 աստիճանում եւ երկօրյակի նշանում կլինի նորալուսինը։ Այդ նորալուսինը միանշանակ հաջողություն կբերի, լավ սկիզբ կլինի առյուծների խոյերի համար եւ կշռքների, ջրհոսների համար, իհարկե կարող է, ես ավելի շատ ասեմ, ում համար լավ չի լինի, ձկների եւ կույսերի, աղաղնավորների համար եւս այս նորալուսինը այդքան էլ լավ չի, այն առումով, որ պարզապես ձեզանից ջանքեր է պահանջում, ոչ մի վատ բան պետք չի մտածել, պարզապես այստեղ ջանքեր են պետք գործադրել եւ ձեր անձնական քարտեզի նայած, որ ինչ նշան է ձեր ասցենդենտի նշանը, ձեր արևը ուրեմն գտնում է, ասենք կոնկրետ ձուկ, կույս եւ աղեղնավոր նշանում,
այստեղ ուրեմն կլինեն հարցեր եւ իհարկե այսինքն այդ նշանների համար սկիզբը այդքան էլ ինչ որ մի նոր բան սկսելը այդքան էլ ուրեմն ցանկալի չէ կամ եթե դա հրատապեդա պիտի արվի ուրեմն պիտի ճիշտ մանևրել ճիշտ օր ընտրել ուրիշ երկ չունենք իսկ մնացածը ուրեմն հիմնականում օդի նշանները ջրհոս եւ կշարք կարող են սկսել այս նորալուսի ժամանակ կարող են նոր սկիզբ դնել եւ այդպես հաջողություն կարող են հաջողություն ունենալ եւ մնացածը եւս նշեցի ես կարծում եմ այսքանը բավականին մեծ ինֆորմացիա էր ձեզ մնում է միգուցե մի քանի անգամ նայել գիտեք շատ պետք է կարողանաք puzzle հավաքել սա այդպես հեշտ չի ամեն մարդու բան չի ամեն մարդու խելքի բանը չի ուրեմն դուք պետք է կարողանաք puzzle-ը հավաքել լսել եւ հասկանալ որ այս ժամանակահատվածում դուք սա կարող եք անել սա ուրեմն մի քիչ ավելի բարդ է եւ այլն այս ամբողջը որ հավաքեք դուք արդեն կիմանաք ել ասեն ինձ չեք հարցնի ասեն երբ գնամ աշխատանքի, երբ գնամ բժշկի եւ այլն ես հիմա ձեզ այդ ժամանակահատվածը ուրեմն նշում եմ որ բժշկի կարող եք գնալ պլաստիկ վիրահատության համար ես արդեն նշեցի իսկ ընդհանրապես 13-14-ից հետո մինչև 25-ը մայիսի կարող եք դիմել բժշկին այդ ժամանակահատվածում եւ ասենք շատ կոնկրետ քայլեր պիտի անեն ես կարծում եմ ասենք առողջները ջրհոսները կարիճները եթե առողջական ինչ որ հարցեր կան այ իրենք պիտի դիմեն հա իրենք անպայման կամ ուշադիր լինեն այդ հարցում եւ ընդհանրապես իսկ ասենք խեցգետիների համար ձկների համար այդ ժամանակահատվածում բժշկի դիմելը շատ ավելի հեշտ կլինի կույսերի ուրեմն այդ ծաղջուրների աղեղնավորներ կշարքներ եւս չի բացառում դժվարություն կլինի ասացի ջրհոսների առողջների եւ մի քանի անգամ ասա որ հասկանում ότι գրում են չենք հասկանում մի քանի անգամ եմ ասում որ հետո լսեք մի քանի անգամ ու հասկանաք այսպես իրավիճակա ինչևէ նորալուսինը փաստորեն հասկացաք այս որ նորալուսինը որ նշանը կարող է իր համար օգտակար որպես օգտագործել ահա այսքանը ես կարծում եմ արդյունավետ եղավ ձեզ համար օգտակար կլինի գրեք անպայման խնդրում եմ մեկնաբանություններին գրել թե որքան ձեզ օգտակար եղավ ուրեմն իմ այս խորհուրդները թե ով երբ դիմի բժշկի ինչպես անի ում համար որ ժամանակահատվածն է շատ ավելի լավ եւ այլն գրեք որքանով ձեզ օգտակար եղավ դուք օգտվեցիք դրանից եւ ամեն ինչ հաջողվեց շատ են ինձ գրում ասում են որ մենք հետևեցինք շատ հարցեր էլ պետք չի լինում դիմել աստրոլոգին որտեղ փոքր հարցեր են այդպես եւ իրենք կարողանում են լսելով կողմնորոշվել անել այն ինչ որ պետք է այնպես որ ես ուրախ եմ որ կարողանում եմ ուրեմն օգնել այո իսկ ձեզանից միայն ընդամենը այդ ամենի համար պահանջում է ընդամենը գրել արձագանքել եւ իհարկե շնորհակալություն հայտնել լայքելու միջոցով եւ այլն ասացի շնորհակալություն հիշեցի մեկ այլ բան միգուցե ես հաջորդ վիդեոյում ամենայնպես շատ կարճ կանդրադառնամ այդ թեմային թե ոնց են ուրեմն այս դուք բոլորդ էլ գիտեք USAID ծրագրով փակեց Տրամպը դա որքան միլիոններ էին ներմուծվում ներդրվում Հայաստանում որոշակի այդպես բնակավարներով որպեսզի մարդկանց դեգրադացնեն եւ դրա դիմաց իրենք փող են ստանում եւ շատ YouTube-յան ալիքներ որ դուք այդպես նայում եք համատարած եւ այլն ու կարծում եք թե դրանք լավ ալիքներ են ինձ էլ խորհուրդ եք տալիս գնացեք ես թույլ չեմ տա ամեն մի էժանագին լրագրողի հետ շփեմ կամ էժանագին տաղավարում ելույթ ունենալ դա էլ մնացել պակաս եւ որպեսզի թելադրեն թե ես ինչի մասին խոսամ սրա մասին մի խոսացեք սրա մասին խոսացեք եւ այլն ես ինձ էժանագին բաներ թույլ չեմ տալիս եւ իմ տաղավարում ես եմ իմ գլխի տերը եւ ասում եմ ճշմարտությունը ինձ ոչ ոք չի կարող ասել սրա մասին մի խոսա եւ դուք դա պետք է հասկանաք որ նա ով որքան որ անկախ է նա ավելի շատ ճիշտ ինֆորմացիա կարող է տալ քան նա ով այստեղ այնտեղ է գնում եւ ինչ որ բաներ կան
այս մարդու վրա, որ ասենք այս սրա մասին խոսալ, պաշտպանել սրան, դեգրադացնել մարդկանց, ինչ որ արվում է։ Ես միգուցե դրան անդրադառնամ, որովհետև նաև այնտեղ մի հարց եւս խոստացել էի, որ պիտի պատասխանեմ այդ հարցին։ Ինչևէ, այսքանը կարծում օգտակար եղավ, գրեք, լայքեք եւ մենք հանդիպենք հաջորդ ամիս, այսքանը լավ եղեք առայժմ։